Բոլորին բարևներ, ուրեմն ցույց կտամ այսօր, թե ինչպես գումար աշխատել SocPublic կայքի միջոցով։ Ուրեմն այն կայքերի նման է այս կայքը, ոնց որ Vmail-ն է, SEO Sprint-ն է։ Տարբերությունները զադանյաների տեսակն է, զադանյաների քանակն է, մեկ էլ երևի մի քիչ գումարային։ Ուղղակի ասենք միշտ չեն, որ ամեն կայքում լինում են զադանյաներ, կարող է մեկ էլ մի պահի վերանա, մի որոշ ժամանակ հետո նորից լինեն զադանյաներ, կարող եք համատեղ աշխատել բոլոր այդ տիպի կայքերով, ինչքանը որ գրանցված եք, ինչքանը որ գիտեք։ Ու ստեղ վերջացավ, ընդեղ կարող եք շարունակել, ընդեղ վերջացավ։ Ստեղ արդեն կլինեն, ստեղ մի խոսքով այդպես։ Ուրեմն այս կայքի հասցեն նորից կլինի վիդեոյի ներքևում, կարող եք ընդեղից մտնել, ուրեմն կբացվի կայքը այսպիսին, այս ուղղակի արդեն գրանցված եմ ստեղ, ու կսխմեք начать зарабатывать, որտեղ կբացվի գրանցման պատուհանը, ես գրանցված եմ, դրա համար հիմա ես մտել եմ արդեն իմ account։ Մի խոսքով սովորականի պես կգրանցվեք, որից հետո կմտնեք ստեղ ձեր account, ուրեմն գումար աշխատելու համար սխմում ենք ստեղ зарабатывать, ստեղ задания, ստեղից կարող ենք ընտրել զադանյայի տեսակը, ու կլիկներով կարող ենք սայթում մտնել, մի կայք ասենք մտնել, սխմել լինքերի վրա աշխատել, սա YouTube-ը, YouTube-ում վիդեոներ նայել կամ անդամագրվել իրանց կանալներին, ես ասենք պատպիսացանա կանալ տալիս է, շատ քիչ է տալի, 20 կոպեկ, YouTube պարու կլիկով երևի մտնեք սա 1.20 ռուբլի է տալիս, 1 ռուբլի, 2 ռուբլի, ստեղ կապչա եք լրացնում էլի գումարով, ստեղ ռեգիստրացիա եք լինում, մի խոսքով տարբեր տեսակի, բոլորը կարող եք մտնել նայել, ստեղ սոց կայքերում, ասենք ասմա մտեք ես գրուպայում, մտեք գրուպա, մի խոսքով այսպիսի, մի նայենք ինչ-որ բան, заработать легко и просто, ու սխմենք սրա վրա տեսնենք ինչա պահանջում, ստեղ պահանջն է ներկայացված, թե ինքը ինչ է ուզում, ինչ պետք է անենք, ասմա մտեք ես սիլկայով, նայեք, մի անգամից մտնեմ, նայեք 3-ից 4 ռոլիկ կանալում, не менее 30 секунд, ու ամենակիչը 30 վայրկյան պետք է նայենք 3-ից 4 վիդեո, սխմում իրա վիդեոների վրա, ավելի լավ է բերեք այսպես անեմ, այս մեկ, ես հիմա լրիվ չեմ բացի, չեմ ուզում կատարեմ, որ ժամանակ էլ այդքան չկա, ուղղակի ձևը ձևասեմ, ասմա դրան, որից հետո կսխմեք ռեկլամի վրա, կամ վիդեոյի վրա է հայտնվում ռեկլամը, կամ այս կողքին է, տարբերություն չկա, ասենք վիդեոները նայել ենք 3-ից 4 հատ, դրանից հետո սխմում ենք ռեկլամի վրա, քանի հատ որ ուզում է, նորից ասմա մնացեք ռեկլամի սայթում 30 վայրկյան, վերջում ասմա պատպիսած զաղեք, ստեղ հեսա պատպիսածա պիտի լինենք, միջև էտ անելը մոռացա ասեմ, ստեղ սխմեք начать վիպալնենի, ես կարակ պագեք, որից հետո ասմա պատվերդից անելու համար ուղարկեք սկրինշոտը, где видно, ասենք սկրինշոտը ուզում է իստորիայի, ոնց որ, իստորիան սենց են նայում, մտնում եք ստեղ, կոնկրետ խռոմով, մտնում եք իստորիա, ու հեսա, ստեղ կարակ սկրինշոտ անեք, եթե չգիտեք սկրինշոտ ոնց անեք,
InVision-ների մեջ ես մի հատ վիդեո կնկարեմ, ձեզ ցույց կտամ։ Screenshot եք անելու։ Ասենք ես այս տարբերակով եմ անում screenshot։ Ու տեսեք, էսի չեղավ։ Հեսա ուրիշ ձև կանենք screenshot։ Մտնում ենք История։ Ուրս История։ Այստեղ էլ սխում եմ բոլորը բացի։ Այստեղից screenshot ենք անում, որ մտել ենք իրա, ինքը ուզում է տեսնի։ Так, ասենք ինձ պետք է այսքան մասը screenshot անեմ, որ ուղարկեմ իրան։ Այսպես սախրանից։ Այստեղից աչով բացում ենք, կոպիա ենք անում այդ screen-ի լինկը, որից հետո մտնում ենք այստեղ տեղադրում ենք այս լինկը ստեղ, որը որ նոր կոպիա արեցինք screenshot-ի ու ուղարկում ենք отправить отчет, որից հետո ինքը ստուգում է ու մեզ վճարում է գումարը։ Ուրիշ ինչ կա ստեղ ցույց տալու, ուրեմն հեսա նայեմ սպասի շենին ինչ է, դա էլ ասեմ, այս էլ է գումար աշխատելու մի ձև։ Մի խոսքով նորից նույն տիպի զադանյաներ են, պիտի մտնեք, նայեք, կարդաք, սերֆինգը կարծեմ, այս սերֆինգն է, նաչեց սերֆինգ, այստեղ պետք է կայքեր նայեք, ուղղակի այստեղ քիչ են վճարում, ասենք այստեղ հեսա, գրում է վարկյանները, 30 վարկյան պիտի նայվի, հենց վարկյանները լռանում է, Այստեղ պատուանը բացվելու, երևի սխմելու եք պատվերձից ու վсё, գումարը նստելու է ձեր հաշվին։ Տեսնեմ այստեղ, ուղղակի ես այստեղ մենակ ռեկլամ եմ տվել, ես զադանյա եմ տվել, զադանյա չեմ կատարել։ Այստեղ կարող եք այս ձեր ռեֆերալնի սիլկեք, նա կարող եք, ասենք, եթե այս ձեր սիլկով մի հատ մարդ մտնի, իր աշխատածից ինչ-որ տոկոս կգա ձեր հաշվին, կարող եք գցել միտեղ կամ մարդ հրավիրել, որ մտնեն այս ձեր լինկով, կարող եք տեղադրեք սոցկայքերում, չգիտեմ, կամ նամակով ուղարկեք։ Так, էլ ինչ կա ստեղ ասելու, եթե ինչ-որ մեկը կուզենա ինչ-որ զադանյա տալ, ինքը վճարել զադանյա անելու համար, սխում աստեղ ռեկլամադատել, հետո զադանյա, Տեսեք, ես մի հատ ունեմ, ասենք, տված, այստեղ սազդած զադանյա, վերնագիրն է գրում, այդ զադանյայի հասցեն, որ կայքում պիտի արվի, ոնց պիտի արվի, տիպն եք ընտրում, կլիկա, YouTube-ը, կապչա, չգիտեմ, ու այստեղ գրում եք մանրամասն ինչ պիտի արվի, այստեղ ռուշնայա պրավերկա ձեռքով եք ստուգելու, թե իրանք հենց ուղարկեն իբր արել են, ավտոմատически ձեր ավտոմատ կերպով հանելու է ձեր հաշվից գումարը իրեն վճարելու է, այստեղ գրում եք ինֆորմացիան ինչ պետք է ինքը ուղարկի զադանյան ստուգելու համար, որ դուք ստուգեք, մի խոսքով այս տվյալները նայում եք, լրացնում եք, վերջում սազդած զադանյա, այստեղ գինն եք գրում, ինչքան եք վճարելու մի կատարման համար, մի խոսքով այդպես, շնորհակալություն բոլորին դիտումների համար, ցտեսություն ձեզ, լավ մնացեք։